Սիրելի Աստծո ժողովուրդ, բարև բոլորիդ։ Այսօր բաներ կսեմ, որ շատ շատերին հնարավոր է դուր չգա, բայց շատ կարևոր է, որպեսզի լսեք այն ինչ որ ես այսօր Տիրոջից առնելով ցեզի կսեմ։ Շատ հաճախ գիտեցեք, ամեն մեկիդ կյանքում որ կուկա անես, դուք ինքներդ եք դուր բացես սատանայի համար։ Ես շատ հաճախ կտեսնեմ, որ մարդկանց հետ հադիկ աշխատանք կտարվի, փաստերով, ապացույցներով ցույց կտաս, որ ինչ կամ այնիշ բան մեղք է, բայց այդ տվյալ մարդու կյանքում փոփոխություններ չի կա։ Ու ինչն է պատճառը, որովհետև իրանք չեն ուզոր Աստծո ուզածի պես եղնին, վարվին, որպեսզի օրհնություններ ժառանգեն։ Իրանք կուզեն, որ Աստված իրանց ուզածի պես վարվի։ Երբեք այդպես չի կրնան, սիրելիներ։ Աստված չէ մեր երեխեն, մենք ենք Աստծո երեխեն, ու շատ կարևոր որ գիտակցենք վերջապես։ Աստված կանգնեցրել է եւ աղոթքի ծառայությունը, եւ ուսմունքի ծառայությունը մեր խմբագում եւս, որովհետեւ ինձ ցույց է տվել, որ կան մարդիկ, որոնք պարզապես կլսեն, բայց չեն քայլել կատարյալ հնազանդության մեջ։ Հիշեք, եթե դուք ունիք բաց դուր սատանայից, ինքը օրինական ձևով կմտնի քու կյանքիդ մեջ ու Աստված իրան չի կրնա արկել է։ Որ մտնի, որովհետև դու իրանն ես, իրան պատկանող իրեր ունիս քու տանդ մեջ, իրան պատկանող հագուստներ կկրես, իրան պատկանող հարդարանքներից կհարդարվես։ Դու ամբողջությամբ Տիրոջինը չես։ Իսկ ինչ կրնաս իմանաս, թե դու իրը ունիս, իրան պատկանող հագուստներ կկրես, թե չէ, քննեք, աղոթեք, Աստված ձեզի կհայտնի։ Ես իմ ալիքիս մեջ չափից դու շատ տեսանյութեր եմ տեղադրել։ Ու հիշեք, եթե դուք ձեզի կաշտարացնեք այսօր ձեր արարքները ու կմտածեք, որ Աստված մենակ ներսին կնայե, դրսին չի նայե, կամ չի նայե, թե դու ինչ իրեր ունիս քո տանդ մեջ, չարաչար կսխալվես։ Որովհետև դու կրնաս քեզի խապես, բայց օրինական դաշտի մեջ դու սատանայի իրերը քո տունդ կրես։ Շատ շատեր ինձ կրնան զանգեն, 1000 անգամ խոսան, աղոթենք, բայց իրանց ընտանիքի մեջ փոփոխություն չի մտնի։ Գիտեք ինչն է պատճառը։ Որովհետև շատերը ուղղակի կհարցնեն, բայց կյանքերը չի փոխվի։ Դրա համար Աստվածը մի նորից ինձ ցել է զդել ու մաքրել թե խմբակը, թե ծառայություններ անցկացնելը սահմանափակ այն մարդկանց հետ, ովքեր անկեղծորեն կուզեն փոխվին։ Որովհետև ժամանակը կարճծել է, ու ես ժամանակ չունեմ կորցնելու այն մարդկանց վրա, որոնք որ կուզեն որ Աստծուն իրանց օրենքներին ենթարկեցնեն, ոչ թե ենթարկվին Աստվածային օրենքներին։ Ում որ տրված էր, հույսով եմ որ հասկացաք այն ինչ որ ցեզիսի, ու իմ նպատակս նիք չէ որ ես ինչ որ բաներ սեմ ցեզի թուր կա։ Իմ նպատակս նիք է որ ես սեմեն ինչ որ Տիրոջը թուր կա ու ինչ որ Տերը կպատվիրոր ցեզի սեմ։ Նոր տարվա հետ կապված սեմ։ Ինչ կկարծեք նոր տարին քրիստոնեական տոն է։ Նախ ես ցեզի մի հատ նմանություն սեմ, որն ինձ Աստված այսօր բացեց ու դուք էլ կրնաք տեսնիք կամ չտեսնիք այդ նմանությունը, որովհետև ամեն մարդու տրված չէ տեսնել խորություններ։ Խորություն տրված է տեսնելու այն մարդկանց, որոնք որ անկեղծորեն Աստծուն կուզեն պաշտեն ու երկրպագեն։ Բերեմ օրինակ, որ նոր մենք քննեցինք, Մոգերին Աստված ցույց տվեց Հիսուսի տեղը Աստղի միջոցով, իսկ Հերովդեսից զգուշացրեց, որ մոգերը փախնին։ Այսինքն Աստված իր ճշմարիտ խոսքը ցույց կտա այն մարդկանց, որոնք որ Աստծուն կուզեն երկրպագեն, ու այն մարդկանցից կփագե, որոնք որ Աստծո փառքը կուզեն քողնան, ինչ որ Հերովդեսներ։ Նոր տարին միանշանակ կրնամսեմ որ քրիստոնեական տոն չէ։ Մի բացատրեմ ինչի։ Այսօր շատ եկեղեցիները ինչ որ ոչ թե ավետարան
կքարոզեն, այլ ավետարան կվաճառեն, մարդկանց սրբություն չեն քարոզել, ճիշտը չեն քարոզել, որպեսզի շատերը չեշտան, որ կնանան շատ զոհաբերություններ բերեն եկեղեցիներին, նմանապես եսօր նոր տարին Հիսուսի անվան տակ, Հիսուսի որպես ծնունդ տոնելու նպատակով մեծ փողեր կաշխատին։ Այսօր արդեն ամեն ինչը համարյա կրկնապատկվել է, ցուն հասել է տեղեշկա 100 դրամի։ Մածունը, սմետանը, ամեն ինչը թանկացրել են։ Ինչ կապ ունի Հիսուսի ծնունդի հետ նոր տարին։ Մի այդ հարցին անդրադառնանք։ Պարզ ձեզ ասեմ, ոչ մի կապ չունի, որովհետև Հիսուսը ծնվել է ոչ հունվարի 6-ին, ոչ 7-ին, ոչ դեկտեմբերի 25-ին։ Աստվածաշնչի մեջ պարզ կուտա, որ երբ որ Հիսուսը ծնվավ, հովիվները հոտերը կարածացնեին լեռների մեջ, իսկ տվյալ վայրում, Բեթլեհեմ փոքր եփրատաքաղաքում, որտեղ որ Հիսուսը ծնվել է, հովիվները հոտերը չէին կրնա արածացնեին ոչ դեկտեմբերի 25-ին, ոչ հունվարի 6-ին։ Դիք կրնա եղներ հոկտեմբերի վերջ կամ նոյեմբերի սկիզբ։ Շատ հաճախ այդ ձևով կբացատրվի։ Թեկուզ վերցնենք սպես մի հատ փաստ։ Հիսուսը ծնվել է դեկտեմբերի 25-ին, դեկտեմբերի 31-ին կամ հունվարի 5-ին կամ 6-ին։ Որտեղ է գրած, որ Հիսուսի ծնունդը պիտի տոնենք։ Շուկով, այն աստիճանի, որ խոսքի մարդիկ պարկեր կվերցնեն, հարստիկներին կանցախս չեն տեսնի իշքան նոր տարվան, կզարմանաս յաշիկներով կանեն ամեն ինչը։ Մրցակցություն պիտի խոզի փուդեղնի, հավ պդեղնի, հնդկահավ պդեղնի, կալբասը, պաստուրմեն, վիճինան, ամեն ինչը պդեղնի, որովհետև նոր տարի կակալը։ Ես գիտեմ, որ հիմնականում այդ չարազնել մարդիկ կանեն նոր տարուց նոր տարի։ Որ պիտի անպայման անի, դիք որտեղ է գրած։ Դիք պարզապես գերություն է, կամ ձմեռ պապը, որոնց պարզապես ստություն տարածող է։ Սանտա հենց դիք սատանա բարի արմատն է։ Եթե դուք պոիսկ տաք ու շատ խորությամբ ուսումնասիրեք, դուք կտեսնեք, որ հենց ձմեռ պապի կերպարը ստեղծված է ստությունից։ Ձմեռ պապը եկավ քեզ էս ինչը բերավ, ձմեռ պապը եկավ այն ինչը բերավ, ու շատ պղծությունների մասին կիմանաք։ Ես շատ խորությամբ ուսումնասիրել եմ։ Ես գիտեք ինչի էլ տեսանյութեր չեմ տեղադրել, որովհետև ես տեսել եմ մի բանը, որ սես թե չսես մարդիկ կենեն վես ինչ որ իրանք ուզեն։ Փնտրեցեք ու կգտնեք, խնդրեցեք ու կտրվի։ Անձամբ փնտրեք, գրեք։ Օրինակ կրնակ նայեք Դուխովնի Միր, Գեդեոն TV, Գոլստրաժա, այդ ալիքների մեջ շատ լավ կուտա, թե որտեղից է ծագե նոր տարին։ Օրինակ իմ մամաս մահացել է մոտ 1 ամիս առաջ, ես տարի չեմ ենե, նոր տարի չեմ ենե։ Որովհետև ես կտեսնում որ անիմաստ բան է, որտեղ է գրած կամ տունածառների, այդ խաղալիքների, այդ ամեն ինչի սկզբունքը ուտից է առաջ եկե։ Միամ դուք քննեք, ես ցեզի հեչ բան չեմ սե, ինչի՞ չեք փորձեք քննիկ։ Առավոտից իրում բլինջիկ սարքելու տեղը, տոլմաս սարքելու տեղը, սկան ծախսեր ենելու տեղը, հələ մեկ ժամ 2 տրամադրեք, տեսեք թե նոր տարին որտեղից է եկե տոնը, որ այսօր ցեզի գերության մեջ կմտցնե։ Նոր տարվա չափ հեչ մի անգամ մարդդ կան չի սխտի։ Առավոտից իրում կանայք կենեն, հետո է ենելուց հետո դիսորի ծնորտունն էշտանը նորի ծնորտունը։ Անկախ իրանցից ուդեն, ծանրություն կա։ Դիք ինչ կրնա քրիստոնեական տոները։ Քրիստոնեական տոնը սիկ է։ Հաց ու քինին Հիսուսը առավ ու տվեց սա արեք ինձ հիշելու համար։ Նոր տարի է, փառք Աստծուն, հավաքվեք ձեր ընտանիքով, օրհնեք, շնորհակալություն հայտնեք Տիրոջից, որ այս տարի է կենտանի մնացեք ու թերթեք հաջորդ օրը։ Ու այդ նոր տարին թողեմ ցեզի համար ամեն օր տոնեք, որ դուք երկրորդ օրը նորից կենտանիք մնացեք։ Ժորժ ջան, եթե կուզեք որ Հիսուսի ծնունդը տոնեք, Հիսուսի ծնունդը տոնեք ձեր ներսում։ Ահա որն է իսկական Հիսուսի ծնունդ տոնելը։ Խնդրեք որ Հիսուսը ապրի ձեր մեջ, քայլե ձեր միջից, խոսա ձեր միջից ու գործե ձեր միջից։ Սիկ է Հիսուսի ծնունդը տոնելը։
Ձեր ամենալավը զոհաբերեք տա Տիրոջը, ինքը ծնվավ եկա, որ քեզի հավիտենական կյանք տա։ Աստուն չի ուրախացնում է ձեր ճոխ սեղանները, որ ցեզի կկոդորեք, որ չգիտեմ ինչ սեղաններ տնեք։ Աստուն հետաքրքրե ձեր սուրբ կյանքը։ Այսօր շատ շատեր Աստծո խոսքին նույնիսկ ժամանակ չեն տրամադրեն, ինչի որ հարևաններին ու բարեկամներին զարմացնեն իրանց սեղաններով։ Այն ինչ որ կսեմ, ես այդ երկար պարակ չեմ ուզել խոսամ, որովհետև իրականում այս գորե իմ մեջը շատ տխրություն կա, որովհետև ես կտեսնեմ, որ մարդիկ հիմնականում նույնիսկ Աստծո խոսքը օգտագործեն իրանց օգտի համար, ու կուզեն որ Աստծուն ծառայեցնեն իրանց նպատակների համար, ոչ թե իրանք ծառայեն Աստծուն Աստծո կամքը կատարելու համար։ Վախեցեք Աստծուց ու սրբության մեջ քայլեք։ Քանի ժամանակ ունիք, ապաշխարեք ու ապաշխարության արժանի պտուղներ բերեք։ Ժամանակը շատ կարճ է։ Ու Հիսուսի ծնունդը նշեք ձեր ներսում, ցնծացեք, ուրախացեք, որ Հիսուսին հրավիրել եք ու կապրի ձեր կյանքերի մեջ։ Իսկ այդ սդից ծախսերը, որ նոր ցեզի կմծնե գերության պարտքերի մեջ ու գերհոգնած վիճակով կգնիկ, վերացրեք ուղագի, որովհետև դիք Աստծուց չի կրնահեղնի, դիք ուղագի սովորական բիզնես է, որ Հիսուսի ծնունդյան անվան տակ մարդիկ գումարներ կաշխատին։ Տիրոջ օրհնությունը կհարստացնե մարդուն ու դրա հետ տրտմություն չի խառնե։ Հիշեք։ Եթե օրհնության կարիք ունիք, Տերը կօրհնե, Տերը կհարստացնե, Տերը կբարձրացնե։ Սկանը որոշ ժամանակ ես պես եթերներով ուղիղ տեսանյութեր տեղադրելով հանդերձ կուկամ, մինչև որ Տերը թույլ տա, որ ես նորից եթերներ անցկացնեմ կամ խմբակներ։ Այն ինչ որ արդեն Աստված ցեզի տվել է, ուսել է, պարզապես մտեք ապաշխարության մեջ, որովհետև Աստված իր ագանջը կփակե այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուրախորենքը չեն ուզել լսել, քննեք ամեն ինչը ու միակ ճշմարիտ բանն որ կրնամ ձեզ ասեմ, իմ սազներից եմ վստահ եք, քննեք անձամբ, հասկացեք թե նոր տարին որտեղից է ծնվել ու տոնեք մբես ինչ որ Տիրոջ կամքն է։ Ծնողը կրնա իր երեխին էպե պատրաստե տնետեմը, բայց երեխի տեղը չի կրնա ուդե։ Այսօր Աստված ձեզի բավականին կերակուրներ պատրաստեց իմ միջոցովս ու կոչկին է։ Քննեք Տիրոջ կամքը, որն է բարին, հաճելին ու կատարյալը։ Իմ ժողովուրդս բնաչինչ եղավ, գիտություն չունենալու պատճառով։ Եթե դու այսօր չիտես, կրնաս սորվես։ Դե քեզի չի ազատե պարտականությունից։ Եթե վարորդը մեքենան օրենք չիտե, դիք չի նշանակի, որ չի դու գամվի, չիտեր, թող սորվեր նոր նստեր խեգին։ Դիգեղնեմ ես, դիգեղնես դու, ով կուզե եղնի։ Եթե դու այսօր կուզես Աստծո տված կյանքը վայելես, նախ սորվի Աստծո օրենքները, կիրառել ու հնազանդվել։ Մի կհարցնեք, թե դու ինչ ըխկենես նոր տարին ամեն օրվա պես։ Ես ոչ տոնածառ կտնեմ, ոչ տոնածառի խաղալիքներ կտնեմ, այսինքն տարեթափ վառել եմ, որովհետև ուսումնասիրել եմ ու գիտեմ ծագումը։ Ուր դիցեգ է, ոչ թմեր պաբի նկարներ կզարգեմ դրանս, պատերիս, ոչ է թմեր պաբի կտնեմ, որովհետև դիք ստություն ու կեղծիք է։ Իսկ դու ինչ ըխկենես։ Արդեն դու աղոտ է ճիշտ իմացի ու էրա։ Այն ինչ որ ես կենեմ, ես չեմ պարտադրել քեզի։ Ուղղակի մտեք հնազանդության մեջ։ Սկանը ժողովուրդ ջան, որ նոր կուզենայի ցեզ, եթե հարցեր կունենաք, ինչ որ թեմաների հետ կապված, կրնակ ինձ զանգեք։ Հեռախոսահամարը 098 95 00 71։ Իսկ եթե կան մարդիկ, որոնք որ կուզեն զոհաբերություններ են ու Տիրոջից են առե, նորից այդ համարին զանգեք, ես մինչև Աստծուց չիմանամ ձեր զոհաբերությունը Աստծուց է թե չէ, այդ ձեր զոհաբերություններն է։ Ես չեմ թողնի որ ուղարկեք, որովհետև ձեզի մի բան ասեմ, ձեր զոհաբերությունները ձեզի փրկության չի տանի։ Ավելի լավ է ցամաքած ուտենք, բայց Տիրոջ ներկայության մեջ, քան թե մեծ սեղան ճյուղ դրված եղնի մեր առաջ ու Տիրոջ ներկայությունը չեղնի։ Այսօր դիգես զոհաբերությունների հետ կապված։ Զոհաբերություններն է դեղնի Տիրոջից ու Տիրոջ առաջնորդության մեջ։ Սկանը ուղղակի ձեր հարաբերությունները ամրացրեք Աստծու հետ,
Ոչ թե ձեր ուժը, էներգիան, ժամանակը տրամադրեք նոր զարմացնելու, պարկերի տակ ընկնելու ու ճգնելու, որ դիվական տոն տոնեք, այլ պարզապես ժամանակ տրամադրեք, որ ձեր մեղքերը ճանճեք, որ փրկություն ունենաք ու անեծքի նկատմամբ եք ձեր դռները փակվին։ Սկանը սիրելիներ, նայեք, տեսեք, թե որտեղ եք թերած է, ինչի համար այսօր Տերը ձեզի հետ այս թեմայի շուրջ խոսած ու ապաշխարեք ու պարզապես ճանաչեք ճշմարտությունը, որովհետև հեչ մարդ ձեզի չի կրնա ազատել, եթե դուք ինքներդ չուզենաք ազատվեք։